Այսօրվա մեր թեման երեխեք ուրեմն լաբորատոր աշխատանք, էլեկտրական հոսանքը էլեկտրոլիտներում և էլեկտրոլիզ։ Մենք այսօր փորձի միջոցով պետք է ուսումնասիրենք, թե որ նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ և ինչպես է տեղի ունենում էլեկտրոլիզը։ Հիմա ես ուղղակի հարցերով մի հատ ամփոփենք տեսնենք, թե որ նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ, այնուհետև կանցնենք փորձի կատարմանը։ Որ նյութերն են կոչվում էլեկտրոլիտներ։ Որ նյութերը, որոնք հաղորդում են էլեկտրական հոսանքը, այո։ Այսինքն էլեկտրական հոսանքը էլեկտրոլիտները ինչով է պայմանավորված։ Այո, դրական և բացական իոնների ուղղորդված շարժումով։ Ընդհանրապես հոսանքը իրենից ներկայացնում է լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում։ Եթե էլեկտրոլիտ է, էլեկտրոլիտներում առաջանում են դրական և բացական իոններ և էլեկտրական հոսանքի շնորհիվ նրանք պետք է կատարեին ուղղորդված շարժում։ Այո, հիմա որ լուծույթներն էին էլեկտրոլիտներ, այսինքն որոնք կարող էին հաղորդել էլեկտրական հոսանքը։ Այո, ինչպես ջրային լուծույթները, այնպես էլ հավույթները, այո։ Իսկ թորադի ջուրը հաղորդում է էլեկտրական հոսանք։ Ջուրը չի հաղորդում էլեկտրական հոսանք։ Իսկ ինչու՞ չի հաղորդում։ Բոլոր հանքային աղերի ցուր կա, շախված ջուրը, ու չի հաղորդում էլեկտրական հոսանք, այսինքն իր մեջ չկան այն նյութերը, որոնք որ անջատվում են կաթոդի և անոդի վրա։ Այո։ Հիմա մենք իսկ էլեկտրոլիզ ասելով ինչ ենք հասկանում, որ երևույթներ էլեկտրոլիզ։ Էլեկտրոլիզը վերոքս պրոցես է, որը տեղի է ունենում դրական և բացասական լիցքավորված կաթոդներում, որտեղ դրական լիցքավորված իոնները տեղափոխվում են դեպի կաթոդը, իսկ բացասական լիցքավորվածները դեպի անոդը։ Այո, և էլեկտրոլիզի ժամանակ կաթոդի վրա անջատվում է մաքուր նյութ։ Կոնկրետ մեր այսօրվա փորձը, որ մենք պետք է կատարենք, դա կուպրոմեսը 4-ով, չէ, այսինքն պղնձարաջարսկի լուծույթով։ Հիմա խնդրում եմ Սիլվարդ, այդվել վերքիների օգնությամբ, վերքիներին օգնելով, կատարենք։ Վերցնենք ջուր, ցանկալի է որ լինի թորած ջուր, բայց մեր մոտ սովորական ջուր է, 10 միլի լցնենք ջուրներ անոդների մեջ։ Այո։ Երկուսի մեջ հավասար, չէ՞ պետք է լցնենք։ Քանի որ մի անոդ լցնում ենք, այն մեկի մեջ միանգամից հավասար է։ Լցնում ենք ջուրը հավասար քանակներով, ապա փակում ենք մեր խողովակի ծայրը, որպեսզի օդ չանցնի, ու մեր գդալիկով ավելացնում ենք պղնձարաջարսկ հավասար քանակներով երկու անոդների մեջ։ Երկու անոդների մեջ ավելացնում ենք, բայց պղնձարաջարսկը պետք է անջատվի մի կողմի վրա, իսկ մյուս կողմում պետք է անջատվի այսօր 4-ը գազի տեսքով, միանում են մեր ջրի H+ իոնների հետ, առաջացնում են ծծմբական թթու։ Այո, մի քիչ լցրու։ Հետո փակենք փականներով մեր անոդները։ Լցրու։ Միացնում ենք դրական ու բացասական լիցքավորված իոնները, կաթոդ և անոդ, կաթոդը սևը, անոդը կարմիրը և միացնում ենք հոսանքի աղբյուրին, որովհետև էլեկտրոլիզ իրականացնելու համար պետք է հաստատուն հոսանքի աղբյուր։ Հիմա ինքը այս փորձը կընթանա և մենք անցնենք հաջորդ փորձին։ Հաջորդ փորձը մենք պետք է ուղղակի այս փորձը սկզբից անենք, որ մեզ մի 10 րոպե ժամանակ ապեր, որ արդյունքը տեսնենք։ Այստեղ տեսնում ենք, որ գործընթացը իրականում է։ Հիմա մյուս փորձը պետք է կատարենք թորած ջրով։ Մենք ունենք հատուկերի էլեկտրոլիզի համար նախատեսված սարք։ Այո։ Այս նախ սկզբից կատարենք էլեկտրոդներն ենք։ Կաթոդ և անոդ, թորած ջուրը։ Թորած ջուրը լցնենք։
Հիմա մենք թորած ջրի մեջ տեղադրելով մեր էլեկտրոդները պետք է տեսնենք հոսանքանցում է թե ոչ։ Միացնենք հոսանքի աղբյուրին։ Տեսնում ենք, որ հոսանք չի անցնում։ Այսինքն ինչ ստացվեց, որ թորած ջուրը դիէլեկտրիկ աղորդիչ չէ։ Հիմա մենք փորձը կատարում ենք մաքուր ջուրով, սովորական ջուրով, մաքուր ջուրով չէ, թորած ջուրը արդեն ինքը մաքուր ջուր է։ Արդեն կնցանափորձը, որովհետև մեջ ուրիշ նյութեր։ Այո, խառնուրդներ կան, չէ՞, տարբեր լուծված խառնուրդներ։ Հիմա փորձենք սովորական ջուրով։ Նախ վերցնենք խորած, այս սովորական ջուրը, այս սովորական ջուրը։ Չէ, միակ սովորական ջուրով միացնենք։ Տեսնենք թե ոնց։ Միացրու։ Հիմա ուշադիր նայեք, տեսնում եք, որ ինչպես է վառվում, շատ թույլ։ Այս թույլն էլ վառվում է նրա համար, որովհետև այս սովորական ջրի մեջ կան խառնուրդներ։ Այդ խառնուրդները դիսոցվում են, առաջանում են իոններ եւ կատարում են ուղղորդված շարժում։ Բայց հոսանքը լինում է շատ թույլ։ Հիմա անջատեցինք։ Հիմա եթե մենք այս լուծույթի մեջ ավելացնենք կերակրի աղ կամ նատրիում OH, չէ, նատրիում OH, ապա մենք կտեսնենք, որ ջուրը պետք է լույսը պետք է վառվի ավելի պայծառ, որովհետև ինքը պիտի դառնա ինչ արդեն էլեկտրոլիտ, այո, ավելացրու։ Նորից միացենք հոսանքի աղբյուրը։ Տեսա՞ք արդյունքը։ Արդյունքը ով-ել է։ Ինչպես վառվեց։ Ավելի պայծառ։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ մենք ինչ լուծույթ ստացանք։ Աղ ավելացրեցինք, չէ՞, նատրիում քլոր ավելացրեցինք։ Այսինքն նատրիում քլորը քանի իոնների դիսոցվեց։ Նատրիումի դրական եւ քլորի բացասական իոնների եւ այդ նատրիումի դրական եւ բացասական իոնները հոսանքի ազդեցությամբ, դաշտի ազդեցությամբ կատարեցին ինչ։ Ուղղորդված շարժում եւ հոսանքը եղավ ավելի պայծառ։ Լավ։ Հիմա փորձը կատարենք ավելացնելով նատրիում OH։ Տեսնենք նատրիում OH, այսինքն ալկալիները նույնպես էլեկտրոլիտներ են թե ոչ։ Այդ ջուրը թափում ենք, սովորական ջուր ենք բերում։ Նատրիում հիդրոքսիդը ալկալի է, որը ջրի հետ եթե 1-2 ժամ թողնենք, ունենա նեխազծվի հոտ, դրա համար հիմնականում է սիրահետի փորձերն էլ իրոք շատ լավ են իրականում։ Խառնենք։ Չէ, Թե ինքնին այս բերիք ինչ խառնենք, ավելի պայծառ, չէ՞, այսինքն ինչ հետևություն կարող ենք անել, որ հիմքերի ու թունելի լուծույթները շատ լավ պայծառ լույս են։ էլեկտրական հոսանքի հաղորդիչներ, այո։ Ու այս փորձերը կատարելով դե առօրյա մեր ժամանակ, դեռ հին ժամանակ Այսպիսով մենք փորձ կատարելուց հետո նկատում ենք, որ մեր էլեկտրոլիզը վերոքս պրոցես է, որի ընթացքում անջատվում է մաքուր նյութ եւ ինչ որ մի նյութի իոններ եւ այստեղ տեսնում ենք կոնկրետ ժամանակ SO4 իոն, 2 մինուս իոնների եւ անջատվեց մաքուր պղինձ։ Եթե ուշադիր նայենք, այն նայեք պղպջակների տեսքով անջատվում։ Թթված է անջատվում։ Իսկ կաթոդի վրա անջատվում է մաքուր պղինձ։ Էլեկտրոլիզի նպատակը ո՞րն է։
նպատակը այն էր, որ ստանանք մաքուր նյութ։ Այո, մաքուր նյութ, որը ընթանում էր օգտագործաբերական ռեակցիաների միջոցով։ Հիմնականում հոսանքի քիմիական ազդեցությունը օգտագործում են, այսինքն երբ որ էլեկտրոլիտներով անցնում է հոսանք, օգտագործում են մաքուր նյութեր ստանալու համար։ Մաքուր ոսկի, մաքուր պղինձ ու մաքուր։ Այո, ապրեք։ Շնորհակալություն այսօրվա դասը